Ամեն օրվա ուղիղ իմ ուշադրության ներքո են գտնվում մեր զինծառայողների, զինվորների, կամավորների եւ մեր վիրավոր քաղաքացիական բնակչության առողջական խնդիրները գրեթե մեծամասնությամբ մենք կարողացել ենք ամբողջությամբ ապաքինել այն դեպքերում, երբ առողջությանը բավականին լուրջ վնաս է հասցվել թշնամու գործողությունների արդյունքում այսօր այդ հարցերը լայնածավալ քննարկվում են ոչ միայն Հայաստանի մասնագետների հետ, այլև արտերկրի մասնագետների հետ, մասնավորապես Ռուսաստանի, Գերմանիայի եւ մեր հայաստանցի մասնագետները գրեթե բոլոր առաջատար ներգրաված են այս աշխատանքներում համոզված եմ, որ աշխատանքները ճիշտ ուղղությամբ են ընթանում մենք նաեւ շատ սերտ աշխատում ենք հիվանդի հարազատների հետ շատ հաճախ այցելում ենք մեր հիվանդներին եւ ամեն օրվա տեղեկատվություն ունենք հիվանդների առողջական խնդիրների հետ կապված խնդիրները, որոնք վերաբերվում են արտերկրում լուծում ստանալու այս պահին մեր հիվանդները ամբողջությամբ Հայաստանում կարողանում են ստանալ այն անհրաժեշտ բուժօգնությունը, մասնավորապես վերակենդանացման հետ կապված բաժանմունքներում, վիրաբուժական ծավալները եւ իհարկե այսօր ես նաեւ այցելել եմ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն, որտեղ ծանոթացել եմ մեր զինծառայողների վերականգնողական բուժման հետ եւ տեսել եմ արդեն իսկ արդյունքները, այսինքն տեսել եմ մեր զինծառայողներին, որոնց վերջույթները չեն շարժվում եւ այս օրերին աշխատանքները թերևս կարճատև, բայց արդեն տվել են արդյունք եւ մեր զինվորները ինձ խոստացել են, որ մոտակա 4 շաբաթվա մեջ իրանք ել ավելի բարձր արդյունավետություն կապահովեն, որովհետեւ բացի բժիշկների աշխատանքից նաեւ պետք են լրջագույն կամային հատկանիշներ, որի մեջ ես չեմ կասկածում տեսնելով մեր տղաների տոկունությունը եւ պատրաստակամությունը շուտ ապաքինվել եւ վերադառնալ շարք։ Հաշվի առնելով, որ այդ բուժումը նաեւ հնարավոր է Հայաստանում իհարկե առանձին դեպքերում շահարկումներից որ զերծ մնանք հաշվի առնելով որ բարձ պատճառով հուզական պատճառով յուրաքանչյուր ծնող ել ավելի լավ, ել ավելի բարձր որակի բուժօգնություն է ցանկանալու մենք որևիցե կերպ ոչ միայն չենք խոչընդոտում, այլ ամբողջական մեր պատրաստակամությունն ենք հայտնել եւ ինչպես մեթոդաբանությունով, այնպես էլ մեր բարերարների հետ աշխատանքներով հաշվի առնելով, որ սա բոլոր ընթացակարգերից դուրս է, հաշվի առնենք, որ Հայաստանում կարելի է այդ բուժօգնությունը ստանալ եւ ծնողը ցանկություն ունի արտերկրում իրականացնել, այս պահին իհարկե ընթացակարգերը չեն կարող արտացոլվել այդ գործընթացին եւ պետական ֆինանսավորման մասին չի խոսքը լինելու արտերկրում բուժումը ստանալու, այլ զուտ մեր մեթոդաբանական եւ բարերարների հետ կապված աշխատանքների խնդիրն է լինելու, որ մենք կարողանանք աջակցենք այդ մարդկանց իրանց ցանկությունները կյանքի կոչելու նպատակով եւ մոտակա 3 օրերի ընթացքում մեզ կարծես թե հաջողվել է հարազատների հետ այս լայնածավալ աշխատանքները բոլոր առումներով, բոլոր հարթություններում, ինչպես ուրեմն արտերկրի հիվանդանոցների հետ պայմանավորվածությունը, բարերարների հետ կոնտակտները, ժամանակը եւ այլ տեսակի տեխնիկական բնույթի խնդիրները քննարկել, համոզված եմ, որ բավարարվածությունը ինչպես հարազատների մոտ, այնպես էլ մեր բուժանձնակազմի մոտ բարձր մակարդակի վրա է տեսնելով, որ արվում է ավելին, քան հնարավոր էր եւ մենք պատրաստ ենք անել անգամ անհնարինը, որ մեր զինվորներին շուտ վերադարձնենք դեպի կյանք։ Բուժանձնակազմը արել է իրականում զինվորի հավասար աշխատանք այս օրերին, զինվորների եւ վիրավորվածների կյանքը ու առողջությունը ապահովելու համար ես իրականում բարձր գնահատական պետք է տամ մեր ամբողջ բուժանձնակազմին, բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության մեքենայի վարորդներին եւ առհասարակ բոլոր նրանց, ով որ այս օրերին կարծես թե աննկատ, բայց կարողացել է այդ ճակատը պահել, առողջության ճակատը պահել։ Երեք տեսա, որ Գերմանիայից եկած բժիշկների վերաբերյալ հարազատներին թյուրիմացիան մեջ են թողում, որ Գերմանիայից եկած մասնագետը պլաստիկ վիրաբուժան, օնկոլոգ է, ամենաբարձր մակարդակի վիրաբուժներն են եւ նրանք Հայաստանում են եւ մենք մեր պարտն ենք համարում նրանց ներգրավել այս աշխատանքներին։ Նրանք ծանոթանան աշխատանքների հետ եւ այն կարծիքը, որ իրենք հայտնել են, որ Հայաստանի հիվանդանոցներում կատարված աշխատանքները չեն տարբերվում իրենց երկրի աշխատանքներից, որ դեռևս շուտ է խոսել վերականգնողական բուժման մասին եւ ցավոք, որ այն հեռանկարները, որոնք այստեղ կան, ավելի նվազ չեն վերականգնողական տեսակ
խոստանալ, իհարկե հուզական դաշտում յուրաքանչյուր ծնողի համար ցանկալի է տեսնել ավելի բարձր հնարավորություններ եւ նրանք ձգտում են, մենք էլ ձգտում ենք, որ իրենց կողք կլինենք եւ իրենց հուզմունքը կիսենք եւ հնարավորություն ստեղծենք բանակցելով այդ կենտրոնի հետ, որ իրենք ուզում են այդ կենտրոնների հետ եւ մենք փորձում ենք ապահովել ֆինանսական նրանց հնարավորությունները ոչ պետական ռեսուրսերի հաշվի առնելով, որ սա կանոնակարգերից դուրս է, Հայաստանը կարող է ապահովել, իսկ կառավարության որոշումը վերաբերում է այն ծրագրերին, այն վիճակներին, որոնք չեն կարող իրականացվել, այդ տեխնոլոգիաները չկան Հայաստանում, այդ պատճառով այս պահին բոլոր քննարկվող առողջության հետ կապված խնդիրների լուծումները Հայաստանում առկա են եւ բարձր մակարդակով են առկա։ Կարծում եմ, որ պետք է ավելի սթափ նայել իրավիճակին եւ հուզական գործոնը, որը որ անշուշտ պետք է լինի այս իրավիճակում ծնողների, միայն սփոփելով, միայն բացատրվելով, ջերմությամբ, ուշադրության կենտրոնում պահելով փորձել լուծում տալ։ Չի կարելի որևիցե կերպ ապակողմնորոշել։ Եվ մենք ծնողների հետ բազմիցս շատ երկար հանդիպումներ ենք ունեցել ժամերով, որ կարողացել ենք գալ այս ընդհանուր հայտարարին։